Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Կապանի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Դանիել Հայրապետյանն է, չնայած իր փոքր տարիքին, բայց արդեն ֆուդ բլոգեր։ Ողջույն Դանիել։ Բարև ձեզ։ Արի պայմանավորվածության համաձայն, ես դիմեմ քեզ Դենով, լավ։ Լավ։ Գնացիք ուրեմն, Դեն։ Դեն ջան, դու արմատներով որտեղից ես։ Հայրիկս Երևանից, իսկ մայրիկս Կապանից, եւ ես շատ ուրախ եմ իմ արմատներով։ Շատ հետաքրքիր է ձեր մայրիկի եւ հայրիկի համադրությունը, Երևան քաղաք եւ Կապան, երկու վայրներ շատ սիրում եմ։ Վերջերս ես Կապան էի այցելել ու ել ավելի սիրեցի տարածքը, որովհետեւ գիտեմ, որ բազմիցս եղել ես, չէ՞, Կապանում։ Հա, եղել եմ։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ է, չէ՞։ Մենք այսօր պատրաստելու ենք մայրիկի արմատների հետքերով, հա, բաղադրատոմս, որը որ պատրաստել է հավանաբար քո տատիկը։ Եվ շատ հետաքրքիր ճաշատեսակ է իդեպ, մենք կպատրաստենք եւ հեռուստատողին բաղադրատոմսի մասին նաեւ կհաղորդենք, որովհետեւ հեռուստատողը եւս իմանա թե Կապանում ինչ համեղ ճաշատեսակներ կա, որովհետեւ կարեւոր է, չէ՞, մեր արմատները պահպանել եւ մշակույթը իրականում պահպանել։ Իո, պետք է ամեն մարդ իր արմատները պահպանել, որ ամեն ինչ դեն ստացվի։ Դե չգիտեմ, բայց պետք է ամեն ինչ ստացվի։ Որ կարողանաս պահպանել քո մշակույթը եւ քո դեմքը, ճիշտ է։ Որովհետեւ քո հայեցիությունը եւ հայ լինելը պահպանում է քո մշակույթով, խոհանոցով եւ մնացած այն ինչ որ կա մեր ճկնաղ հայրենիքում։ Ճիշտ եմ։ Ճիշտ եմ։ Ահա։ Այսօր պատրաստել ենք մի ճաշատեսակ, որին կասենք անվանում է հետեւյալ ձևով դդումով շոքե խաշու, հա։ Շոքե խաշել իմաստով է, ես նաև բառը կասեմ, որը որ ընդունված է ժողովրդական այսպես տերմինների մեջ, բուղլամա են ասում, որը նույն շոքե խաշման եղանակն է, այսինքն քիչ ջրով, ինքը կրակի վրա եփվում է եւ այդպես կիսա ջրիկ տարբերակով, կարելի ասել որ ջուր գրեթե չի մնում իր մեջ, մատուցում է սեղանին, հա։ Եվ անվանումը ճիշտ է ասել այս դեպքում հայկական տարբերակով շոքե խաշու։ Ինչ է անհրաժեշտ մեզ բաղադրիչներից։ Դուք թվարկես։ Մեզ պետք է դդում, սոխ, միս, կանաչի, համեմ։ Պարտադիր համեմ է, չէ՞, մայրիկը մեզ ասաց, որ համեմն է ընդունված էս ճաշատեսակի։ Պետք է կարագ։ Սև պղպեղ։ Հա, սև պղպեղ, ձիթայուղ։ Այնտեղ ունենք քունջուտ, մի փոքր ուղղակի վերջում կզարդարենք, սա ավանդական տարբերակում չկա, բայց էսթետիկ դարձնելու համար ճաշատեսակը, ես գիտեմ, որ դու սիրում ես էսթետիկ մատուցել նաև քո նկարած ճաշատեսակները, հա, բլոգերության ժամանակ, եւ դա կարեւոր է, որովհետեւ ինչքան համեղ է, այնքան գեղեցիկ պետք է լինի, որ մարդը տրամադրվի եւ հաց ուտի, ճիշտ է։ Ճիշտ է։ Ահա։ Այստեղ նաև ունենք մենք սումախ, որը կիսաթթվային համ կհաղորդի մեր ճաշատեսակին, նաև մայրիկը հուշել է մեզ, որ Կապանում բարբարիս են օգտագործում, հայերենով կծոխուրն է դա, եւ կրկին թթվային համ հաղորդելու համար է։ Մենք հիմա այստեղ կօգտագործենք սումախը, կարմիր պղպեղը եւ սև պղպեղը։ Դեն, ես առաջարկում եմ ընդմիջել եւ տեղերով վերադասավորվել ու սկսել մեր աշխատանքը, լավ։ Լավ։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ ես եւ Դենը պատրաստ ենք մեր դանակներով, իդեպ ասեմ իմ միակ հյուրն է այսքան ժամանակ, արդեն երկրորդ եթերաշրջանը, որ եկել է իր անձնական դանակով, որովհետեւ Դենը սիրում է աշխատել իր գործիքներով։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Շնորհակալ եմ, որ դու համեցել ես այդպիսի հետաքրքիր եւ սուր դանակով, որով ավելի հեշտ կաշխատես։ Հա։ Դեն ջան, արի սկսենք սրանից, որ պետք է սոխ առած պատրաստենք, լավ։ Լավ։ Ես առաջարկում եմ սոխը ես կտրեմ, դու դդումը այդ ընթացքում կկտրատես, լավ։ Պայմանավորվենք դդումը ինչ ձև կարելի է կտրել։ Մոտավոր քառակուսի կարելի է։ Բայց ինձ թվում է մի փոքր խոշոր, հա։ Հա։ Շատ մանր չկտրատենք։ Դե չափի ընտրությունը թողում եմ քեզ։ Ես այստեղից ձեռնոցներ վերցնեմ, որպեսզի սոխը կարողանամ կտրատել։ Դեն ջան, դու երբ որոշեցիր, որ պետք է ֆուդ բլոգեր դառնաս։ Ես լիք վիդեոներ եմ նայում, թե ոնց են մարդիկ sense խոհարարություն անում, խաղաբաներ կտրատում։ Ու այդպես դուր եկավ քեզ։ Հա։ Իրանք ոչ միայն խոհարար են, դե բլոգեր են։ Ես էլ որոշեցի իրանց նման դառնալ։ Եվ ես էլ դարձա ֆուդ բլոգեր։ Շատ լավ է։ Քանի տարեկան էիր դու։
Ընդհանուր ես, հիմա ես 9 տարեկան եմ։ 9 տարեկան ես։ Այսինքն առաջիկայում դու որոշել ես լինել խոհարար։ Այո։ Շատ լավ է։ Ես իմացա, որ դու նաև պարապում ես արդեն խոհարարության հետ կապված որոշակի վարժանքներ, օրինակ դանակի հետ օգտվելու, վարպետությունը։ Օրինակ շատ հիմա ճիշտ բռնել ես, որովհետև այսպես դեպի ներս են, չէ՞, բռնում մատերը, որտեղ կարող է ասենց կտրեք։ Այո։ Դենջան, խոհանոցում դու շատ սիրում ես պատրաստել, թե սնվել։ Նու ավելի շատ սիրում եմ պատրաստել, որ մարդիկ գան ինձ ասեն, ես ինչ համով է դեն ապրես։ Այսինքն դու սիրում ես, որ նաև վերջում կարծիք են հայտնում, լավ է ստացվել, թե վատ։ Հա։ Իսկ եղել է դեպք, երբ որ պատրաստել ես, ասել են դեն, այս ինչ աղի էր կամ այս ինչ վատն է։ Նու մեկ լինում է, բայց ես արդեն սկսել եմ այտենց չանել, որտեվ ես հասկացա։ Վարպետացել ես դու։ Հա։ Դա նշանակում է, որ դու արդեն հմուտ ես։ Իսկ կա ճաշատեսակ, որ շատ սիրում ես ուտել, իսկ որը որ շատ սիրում ես պատրաստել։ Կա այդպիսի ճաշատեսակներ։ Նու մեկ լինում է մոտս, բայց իմ մոտ այտենց ճաշակ կա։ Օրինակ ո՞րն ես շատ սիրում պատրաստել։ Կա այդպիսի ճաշ։ Այո, կա։ Ո՞րն է, կասես անունը։ Դա տոլման է։ Ինչով տոլմա, խաղողի թփով։ Հա։ Իսկ գիտեք, որ տոլման առաջացել է տոլի բառից, որը ուժար տերերն, այսինքն Վանի թագավորությունում նշանակում են խաղողի տերև։ Ապրես, ճիշտ է։ Կալամբով տարբերակը չես նախընտրում։ Հա։ Իսկ դու պահկային տոլմա փաթաթած կաս, թե դեռ չէ։ Չէ, կամ։ Ու հավանում ես շատ։ Հա։ Դեն, որ մեծանաս մասնակցությամբ դու ոնց հասկացա արդեն ընտրել ես դառնալ խոհարար։ Հա։ Իսկ բացի խոհարարությունից հավելյալ այլ հոբի կամ այլ նախասիրություն ունես դու, չգիտեմ, ինչով ես զբաղվում բացի, ասենք, ֆուդ բլոգեր լինելուց։ Տուր դնենք սրա կողքը Դենջան սա, հա։ Ես կտամ առողջություն։ Դենջան, բացի խոհարարությունից դու այլ հոբի կամ մասնագիտություն սիրում ես, որ Հա, ես աստղագիտությունն եմ շատ սիրում։ Այսինքն դու սիրում ես տիեզերքը։ Հա։ Ես տիեզերքի մասին էլ ամեն ինչ գիտեմ։ Դե մի երկու բան մեզ պատմիր, օրինակ, չգիտեմ, մի MC բան ասա, որ զարմանամ, ես չիմանամ դրա մասին։ Հա։ Օրինակ հենց ժամանակ դե հենց այդ ժամանակ դաժե մի կյանք է չկար, տիեզերք էր ընդհանրապես ասենց մութ էր, բան չկար։ Միայն բացի մի հատ ասենց փոքր քարակուսի նման ինչ-որ աստղ էր եւ դա Անուն ուներ այդ աստղը։ Մուներ, դա այդ աստղին նշանակում էր գլխավոր աստղ, բայց այդ աստղը մի պահ տրաքեց եւ այդ տրաքոցին նշանակեցին, այսինքն կոչվեց այս տրակ Անուն դրեցին, հա, Հա, անուն դրեցին, դա սովորական։ Կոչվեց հսկայական պայթուն։ Իսկ այդ 1 միլիվարկյան դրանից առաջ, որ տրաքել էր ուզում, դրանից հայտնվեցին խառը մոլեկուլներ եւ ատոմներ, որը ստեղծեցին ամբողջ տիեզերքը եւ այդ դրանից հայտնվեցին աստղերը եւ գալակտիկաները, հա։ Հա, գալակտիկաները հայտնվեցին աստղեր, բայց մի պահ խաոս կատարվեց, որը այդ աստղերը շատ մեծ էին։ Եվ իրանք չեն կարող կառավարել իրենց, դրա համար է իրանք ինչ եղան։ վառում են իրենց մոլորակներին, սենց դե մոլորակ չկան, ընդհանրապես սենց Փոքրիկ գոյացություններ են հա, կլոր երկնաքարը ոնց որ սենց լինեն։ Եվ դրանից հետո հենց անցավ մի 5 միլիարդ տարի, դրանից հայտնվեց մեր արև աստղը, դու գիտեք, չէ՞ որն է դա։ Մեր արեգակը, հա։ Այո, գիտեմ։ Եվ դրանից է Իսկ քո սիրելի մոլորակը ո՞ր է։ Իմ ամենասիրելինը դա մոլորակ X-ն է։ Իսկ ինչով է առանձնանում մոլորակ X-ը։ Ես Մոլորակ օրինակ X-ը չեմ լսել այդ մոլորակի մասին։ Միգուցե ինքը նոր հայտնաբերված մոլորակ է, հա։ Չէ, ինքը վաղուց է հայտնաբերվել, իրան վաղուց էին հորինել ու հասկացել էին, որ դա ինչ մոլորակ է։ Իսկ այնտեղ կյանք կա արդյոք թե ոչ։ Չէ, չկա։ Չէ, չկա։ Դեռ այսինքն չեն հայտնաբերել ոչինչ, կենդանի օրգանիզմ չեն հայտնաբերել։ Չէ։ Այդ ժամանակ հələ 5 միլիարդ տարի էր, հիմա դարձավ 4.5 միլիարդ տարի։ Դրանից է հայտնվեց մոլորակները։ Մերկուրին ուրիշ ձև էր, Վեներայի վրա կյանք կար։ Մեր երկրի մոլորակներ ոնց որ սենց, չգիտեմ ոնց ասեմ, բայց սենց կիսա կյանք վիճակներով երբ։ Չէ։ Սենց իրա վրա երկնաքարեր էին ընկնում, իրա վրա հələ կյանք չկար։ Դեռ չէր ձևավորվել։ Չէ,
Մարսի վրա էլի կյանք կար, Մարսի։ Յուպիտեր, նայ, գիտեք, այն Յուպիտերը, որ մի հատ sense բան կա։ Այո, գիտեմ։ Ծակի նման բան կա։ Այդ ժամանակ իր վրա չկար։ Խորոջ ունի վրան։ Հա, խորոջ այդ ժամանակ հələ ինքը չուներ։ Սատուրնը իր այն Սատուրնը, հա, օղակներ չուներ, իսկ Ուրանը ոնց կար տենց էլ մնացել է, Նեպտունն էլ ոնց կա տենց մնացել է։ Բայց նաև կային երկու հատ մոլորակներ, մոլորակ X-ը եւ T-ան։ T-ն էլ էր մոլորակ։ Իսկ այդ T-ա մոլորակը հիմա կա։ Չէ, ինքը մի անգամ մի բան եղավ, ընկավ երկիր մոլորակի վրա եւ այսինքն ինքը երկնաքեր էր։ Իսկ դուք ուզում եք հարց տաք, բա ոնց է լուսինը հայտնվել, եթե ոչ մի ձև չէր կարող հայտնվել։ Լավ, այդ հարցը տվեցի։ Ոնց է հայտնվել լուսինը։ Այդ T-ից մի քանի մասեր էին մնացել կլոր, որը կպան այդ իրար եւ դարձավ այդ լուսինը։ Շատ པարզ եւ հասարակ բացատրեցիր։ Մեկը ուզում եմ ասել, դուք ուզում եք էլի ասեք, բա ոնց կարա երկիր մոլորակը կյանք ունենա։ Բա ոնց կարա երկիր մոլորակը կյանք ունենա։ Նայեք, ամեն երկնաքարի վրա Ահա կան մի հատ sense ատոմներ եւ մոլեկուլներ, որոնք նու sense ամեն ինչ քանդրտում են, բայց կան երկնաքարեր, որոնց մեզ կա նաեւ ջուր եւ նու խոտերն աճում, sense չգիտեմ ոնց, բայց այսինքն կյանք կա։ Հա, դրանց վրա մի փոքր կյանք կա եւ այդ դրանց եւ այդ երկնաքարերից ընկավ երկիր մոլորակի վրա եւ այդպես էլ ինքը դարձավ երկիր մոլորակ, որը կյանք կա վրան։ Դենջան, լավ, արի դիեզերքը մի կողմ թողենք դեռ։ Հա։ Անդրադառնանք մեր պատրաստելուն։ Վերադառնանք մեր պատրաստելուն։ Ես այստեղ սոխարածն եմ կտրատել, այսինքն կտրատել եմ սոխը, որպեսզի սոխարած ստանանք։ Հա։ Ինձ թվում է շատ համեղ կստացվի, եթե մի փոքր ես միսը բովեմ։ Հա։ Հա, կստացվի հաստատ համով։ Կստացվի, չէ։ Հա, բայց կարևորը հավատաք ձեր ուժերին։ Ես հավատում եմ ուժերին, իսկ դու։ Ես էլ եմ հավատում։ Շատ լավ։ Դենջան, իսկ մի հարց տամ, մայրիկն է շատ խոհանոցում բան պատրաստում, ճաշատեսակներ, թե դու։ Ես եմ ամենաշատը պատրաստում, որովհետև ես այնտեղ փորձեր եմ ունենում եւ փորձում եմ գտնեմ բաղադրատոմսեր, նոր բաղադրատոմսեր։ Իսկ դու հայկական խոհանոցն ես շատ սիրում, թե այլ խոհանոցներ պատրաստել։ Ինձ ամենաշատը դուր է գալիս հայկականը, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս իտալիական խոհանոցը։ Իսկ դու գիտես, որ իտալական խոհանոցը բավական նման է հայկական խոհանոցի։ Գիտեմ։ Օրինակ, իտալական խոհանոցից ինչ ես պատրաստել։ Պատրաստել եմ Սպագետի ոնց լինի, պատրաստած կլինես։ Չէ։ Չէ, չես պատրաստել։ Տիրամիսու եմ պատրաստել։ Ահա։ Մի օր որ պատրաստես, ինձ կհյուրասիրես։ Անպայման։ Լավ, ես կսպասեմ։ Իսկ Դենջան, ինչ վերաբերվում է քո դպրոցի հետ համատեղելուն, հա, այսինքն բլոգերությունը, արդյոք խանգարում է, թե կարողանում ես համատեղել միասին։ Ինձ մեկ խանգարում են, բայց իմ մոտ ամեն ինչ ստացվում է եւ չի խանգարում։ Բայց ինձ գիտեք ինչն է խանգարում խոհանոցում։ Իմ կատուս է խանգարում, որովհետեւ հենց ինչ հոսքում է։ Հա։ Անուն ունի կատուն։ Հա։ Ինչ անունը։ Սևա, Սաժիկ։ Սաժիկ անունը, հա։ Խանգարումը անդադ երևի գալիս է կադրի մեջ է մտնում։ Ինքը սենց մեծ չի, որ ընկնի կադրի մեջ, բայց Բոջորի ձախ։ Հենց ինքը մի հատ, չէ, փոքր ձախուր չի, այսքան երկա է։ Նու մոտավոր 3 տարեկան է դառնում։ Եթե չեմ սխալվում, ինքը հենց մի հատ հոտ ազգում վազում է եւ ոտից սենկոմ չի գնում, ասենց նու խանգարում, ասեն չի թողնում բաներ անեն դրա համար։ Դե այդքան եմ մոտավորել։ Սոված է կատուն լինում, հա։ Չէ, սոված չի լինում, ինքը 1 տոննա ուտելիք է ուտում, որ սոված չմնա այդո։ Միգուցե բկլիկ կատու է։ Չէ, ինքը ժնիհար է, բայց շատ է ուտում։ Դենջան, իսկ դու հայկական խոհանոցից ինչ ես պատրաստել, որ շատ հավանել ես ու սիրել ես։ Խոսքը ազգային ճաշատեսակների մասին է։ Նո, ես պատրաստել եմ Տոլման իմացանք, տոլմայից գիտենք, ուրիշ ինչ ես պատրաստել։ Պատրաստել եմ խաշիր, հարիսա, լիքը բաներ եմ պատրաստել եմ նաև։ Նու բլինչիկը բոլորը գիտեն արդեն։ Բայց բլինչիկը հայկական չի, գիտես։ Չէ։ Ոչ։ Հայկական չի։ Չէ։ Լավ։ Պատրաստել եմ։ Նու, եթե չեմ սխալվում, պատրաստել եմ։ Ինչ։
Միգուցե բաղադրատոմս ասես, ես քեզ հուշտեմ, ինչ ճաշատեսակ ես պատրաստել։ Ինչ կար մեջը։ Ճաշատեսակ ես խաշիլ եմ պատրաստել։ Որը պետք է իմանաք խաշիլ ոնց է։ Այո, իհարկե գիտեմ, բայց դուք կաթով եք ուտում, թե թանով եք ուտում դա։ Պսկաթանով։ Ահա, Պսկաթանը խառնում ենք կապանի տարբերակն եք դուք պատրաստում, որտեվ գիտես, չէ՞, տարբեր շրջաններում խաշիլը տարբեր տարբերակներով են ուտում, այսինքն եթե Սյունիքում, այսինքն Կապանում, հա, Գորիսում, Տաթևում ուտում են հենց նույն պսկաթանով, այդ թան ասվածով, ապա օրինակ սասունցիները կամ մշեցիները ուտում են կաթի համադրությամբ մեղր յուղ տարբերակով։ Հա։ Դուք շաքարավազ avելացնում եք, չէ՞։ Այդքանը չենք ավելացնում։ Ավելի շատ աղով եք, այսինքն հանում։ Բարի։ Դեն ջան, այստեղ մեր դդումը կարծես թե կտրատեցինք ամբողջությամբ, դա էլ կավելացնենք, մի փոքր ջուր ավելացնենք։ Ընդհատենք, մենք ջուր ավելացնենք, հետո վերադառնանք, լավ։ Լավ, վերադառնանք, հետո։ Իսկ դու աղը ոնց ես լցնում։ Գիթանով թե պտղունցով։ Պտղունցով եմ անում։ Ճիշտ տարբերակն է։ Հա, դուր եկե ինձ շատ։ Սրանից հետո կգամ ստեղ կնկարվեմ ամ։ Այս կուխնյում ես հաստատ կաշխատեմ ոչ թե մերեն։ Կուխնյում չգիտեմ ոնց ասեմ։ Մենք վերադարձանք, այստեղ գազօջախի վրա ունենք դրված դդումը եւ միսը, շոքե խաշվում է քիչ ջրով եւ համեմունքներով։ Մենք սոխառած ենք իհարկե պատրաստել եւ դդումը եւ միսը ավելացրել ենք այդ ամեն ինչի մեջ ու տեղափոխել ենք գազօջախին։ Հիմա մենք կտրենք համեմը, որտեղ համեմով վերջում զարդարելու ենք մեր շոքե խաշուն եւ դեն մինչեւ մենք կտրատենք կանաչին, ես ուզում եմ քեզ հարց տալ։ Դու ընթացքում երբ որ ընդմիջել ենք, ասացիր, որ դու ժինգյալով հաց ես պատրաստել։ Հա։ Կասես ինձ համը սիրում ես ժինգյալով հացը։ Հա, ես փոքր ժամանակից եմ իրան շատ սիրում։ Տատիկի պատրաստածն ես շատ սիրում։ Տատիկս ստեն բան չի պատրաստել, բայց իմ մեծ տատիկը, Էմա տատիկը։ Դուք պետք է իմանաք, չէ՞ իրան։ Ես հաստատ հիշում եմ դուք իրար հետ հանդիպել ենք։ Միգուցե ճանաչում եմ, այո։ Հա։ Ինքն է պատրաստել ժենգելով հաց։ Դուրա եկե ինձ դրա համար։ Ես էլ եմ որոշում մտածեմ, որ պատրաստեմ։ Հա։ Եվ պատրաստել ես։ Ես էլ ասում եմ, բա ոնց կստացվի մոտը ժենգելով հաց պատրաստել։ Ու ստացվեց։ Հա։ Տանեցիները գոհ էին։ Հա։ Դեն, իսկ դու ընդհանրապես խոհանոցում կա բաներ, որ չես սիրում։ Ես գիտեմ մի բան, որ չես սիրում, ուզում ես բարձրաձայնենք դրա մասին։ Չէ, ես ամեն ինչ սիրում եմ, միայն խնդրեմն է, որ նայեք, այն միքսերները գիտեք, չէ՞, որ ասեն ձեռքով են աշխատում, արդեն ձեռքս է ջարդում, թե չէ, հա, հոգնեցի աշխատելով։ Դրա համար այն միքսերներից բերեցի, այն որ ռոբոտներ սենց այն որ իր ամանի հետ միասին է, հա, իրանք են աշխատում։ Խառնիչներ, այսինքն հարիչներ քեզ անհարմարություն պատճառում։ Իսկ ես գիտեմ նաև որ դու չես սիրում խոհանոցում, երբ որ քեզ ինչ որ մեկը օգնում է ինչ որ բան պատրաստելուց։ Չէ, ես սիրում եմ, որ ինձ մեկը օգնում են, երբ դե միշտ չէին, որ իմ մոտ ամեն ինչա ստացվում, օրինակ։ Բայց ամեն դեպքում չես սիրում, որ քեզ, ասենք, ընդմիջում են կամ օգնում են կողքից, հա։ Չէ, սիրում եմ, որ համ ինձ ընդմիջում են, համ ինձ օգնում են, համ են անում, համ են։ Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտող, մեր շոքեխաշուն պատրաստ է կապանյան տարբերակով։ Ես եւ Դենը շատ հետաքրքիր ձևով պատրաստեցինք, այստեղ նուրբ գեղեցիկ բույր է տարածվել, ճիշտ է։ Ճիշտ է։ Դե արի հիմա փորձենք տեսնենք համը ինչպիսինն է։ Ես կարծում եմ որ շատ լավն է լինելու, հա։ Ես էլ եմ մտածում։ Դե ասա։ Նուրբ էր։ Բոմբա։ Բոմբա։ Դե թխիթոգա։ Շատ հետաքրքիր է ստացվել իրականում, շատ նուրբ։ Դեն ջան, շնորհակալ եմ շատ, որ դու իմ հյուրն ես այսօր։ Հա։ Եվ ես քեզ մաղթում եմ, որ քո ցանկությունները իրականացվեն ու դառնաս դու ամենալավ խոհարարներից, բայց Հայաստանում։ Հա։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։
Դենի հետ մենք միասին քայլեցինք իր արմատների հետքերով, պատրաստեցինք անմահական ու համեղ ճաշատեսակ Կապանի խոհանոցից։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենդանին։